Ողջույն բոլորին, US Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Արություն Մինասյանն եմ եւ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հունվարի 27-ի ամփոփ տեղեկատվությունը։ Վերջին օրերի ձմեռային փոթորիկն այլևս անվանում են մահաբեր փոթորիկ։ Կանխատեսվում է արկտիկական նոր օդային հոսքի ներխուժում, որը պետք է ել ավելի իջեցնի ջերմաստիճանային շրջաններում, որոնք արդեն պատված են ձյունով եւ սառույցով։ Առնվազն 35 մահվան դեպք է գրանցվել։ Թեքսասի Բոեմ քաղաքի մերձակայքում մասնավոր լճակում սառույցի տակ ընկնելու հետևանքով զոհվել են 3 եղբայրներ 6, 8 եւ 9 տարեկան։ Մասաչուսեթսում եւ Օհայոյում 2 մարդ է մահացել ձնամաքրիչ մեքենաների տակ ընկնելու հետևանքով, Արկանզասում եւ Թեքսասում սահնակով սահելու ժամանակ մահացել են դեռահասներ, իսկ Կանզասում ձյան տակ հայտնաբերվել է կնոջ տի։ Նյու Յորք քաղաքում պաշտոնյաները հայտնել են, որ 8 մարդ է մահացել։ ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը շարունակում է նախազգուշացումներ տարածել Թեքսասից մինչև Փենսիլվանիա։ Այսօր առավոտյան երկրում դեռևս 550,000 բաժանորդ առանց էլեկտրաէներգիայի էր։ Գրեթե 80 տարի է ինչ գոյություն ունի աղետի ժամացույցը, որը խորհրդանշում է մարդկության ինքնաոչնչացմանը մոտ լինելու աստիճանը։ Այսօր սելաքը տեղափոխվել է կեսգիշերից 85 վայրկյան հեռավորության վրա, հասնելով իր պատմության ամենավտանգավոր դիրքին։ Մարդկությունը բավարար առաջընթաց չի արձանագրել այն գոյաբանական վտանգների հաղթահարման հարցում, որոնք սպառնում են մեզ բոլորիս, ասել է ատոմային գիտնականների տեղեկագրի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ալեքսանդրա Բելը։ Բելի խոսքով միջուկային զենքերից, կլիմայի փոփոխությունից եւ խաթարող տեխնոլոգիաներից բխող վտանգները շարունակաբար աճում են։ Յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է եւ մեր ժամանակը սպառվում է, նշել է նա։ Նախորդ տարի տեղեկագիրը ժամացույցը սահմանել էր կեսգիշերից 89 վայրկյան հեռավորության վրա, ինչը մինչև այս համարվում էր ամենամոտ դիրքը աղետին։ Դանիել Հոլցը տեղեկագրի գիտության եւ անվտանգության խորհրդի նախագահը, որը սահմանում է աղետի ժամացույցի դիրքը, նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում խոշոր պետությունները դարձել են ավելի ագրեսիվ, հակադիր եւ ազգայնական։ Հոլցը նաեւ հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև 2010 թվականին ստորագրված ռազմավարական սպառազինությունների պայմանագիրը նախատեսվում է, որ կավարտվի հաջորդ շաբաթ։ Կեսդարից մի փոքր ավելի ժամանակ անց առաջին անգամ չի լինելու որևէ բան, որը կկանխի միջուկային սպառազինությունների անկառավարելի մրցավազքը, ասել է Հոլցը։ Բելի խոսքով ժամացույցի դիրքի վրա ազդող խնդիրները լուծելի են, սակայն մարդիկ պետք է համատեղ աշխատեն լուծումները գտնելու համար։ Աղետի ժամացույցը առաջին անգամ ներկայացվել է 1947 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի դեմ ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբերի կիրառման հետևանքով։ Ժամացույցի սլաքը իր գրեթե 8 տասնամյա պատմության ընթացքում տեղափոխվել է ավելի քան 2 տասնյակ անգամ։ Ժամացույցի ամենահեռավոր դիրքը կեսգիշերից եղել է 1991 թվականին 17 րոպե։ Սառը պատերազմի ավարտից եւ Խորհրդային Միության ու Միացյալ Նահանգների միջև միջուկային զինանոցների կրճատման մասին ռազմավարական պայմանագրի ստորագրումից հետո։ Վերջին տարիներին ժամացույցը շարունակաբար մոտենում է կեսգիշերին։ Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը դաշնային կառույցներին հանձնարարում է շրջանցել Կալիֆոռնիայի եւ տեղական թույլատվությունների կանոնները, արագացնելով Փալիսեցի եւ Ալթադինայի անտառային հրդեհներից հետո վերակառուցումը։ Այս քայլը քննադատության է արժանացել նահանգապետ Գևին Նյուսոմի եւ Լոս Անջելես շրջանի ղեկավարների կողմից։ Հրամանը ֆեմային եւ փոքր բիզնեսի վարչությանը պարտավորեցնում է մի քանի շաբաթվա ընթացքում մշակել կանոններ, որոնք կարող են շրջանցել նահանգային եւ տեղական հաստատումները դաշնային միջոցներով ֆինանսավորվող վերակառուցման ծրագրերի համար, արագացնել դաշնային բնապահպանական գնահատումները եւ աուդիտ անցկացնել Կալիֆոռնիայի անտառային հրդեհների կանխարգելման ֆինանսավորման վերաբերյալ։ Սպիտակ տունը պնդում է, որ այս քայլերը անհրաժեշտ են բյուրոկրատական խոչընդոտները կրճատելու եւ ընտանիքներին հնարավորինս արագ իրենց տներ վերադարձնելու համար։ Նյուսոմը X սոցիալական հարթակում արձագանքել է, նշելով, որ Կալիֆոռնիան արդեն տրամադրել է ավելի քան 1600 վերակառուցման թույլատվություն։ Հարյուրավոր տներ արդեն կառուցման փուլում են, իսկ փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետները առնվազն կրկնակի արագ են, քան հրդեհներից առաջ։ Այն ընտանիքների համար, որոնք ավելի քան 1 տարի անց դեռևս տեղահանված են, թույլատվությունների ֆինանսավորման եւ դաշնային լիազորությունների շուրջ այս հակասությունը կարող է վճռորոշ դեր խաղալ վերակառուցման արագության հարցում։ Շարունակենք ներգաղթի մի քանի թեմաներով, Մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայությունը CBP-ն Կոնգրեսին հայտնել է, որ Մինեապոլիսում Ալեքս Պրետիի մահվան ընթացքում դաշնային 2 սպա է կրակել։ Կոնգրես ուղարկած պաշտոնական ծանուցման համաձայն իրավապահները փորձել են Պրետիին ձերբակալել, սակայն նա դիմադրել է, ինչի արդյունքում տեղի ունեցել ֆիզիկական բախում։ Ծանուցման մեջ նշվում է, որ կրակոցներ են արձակել ինչպես սահմանապահ ծառայության, այնպես էլ CBP-ի մեկ այլ աշխատակից, երկուսն էլ օգտագործել են գլոկ տեսակի ատրճանակներ։
Դեպքի նախնական վերլուծությունն իրականացրել է CBP-ի մասնագիտական պատասխանատվության գրասենյակը մարմնին ամրացված տեսախցիկների, տեսագրությունների և ծառայողական փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա։ Օրենքի համաձայն CBP-ն պարտավոր է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին տեղեկացնել կալանքի ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի մասին 72 ժամվա ընթացքում։ Նախագահ Դոնալդ Թրամփի վստահելի Գրեգորի Բոբինոն, որը ներգաղթի դեմ պայքարի գործողությունների հրամանատարն է Մինեապոլիսում, լքել է քաղաքը։ Բոբինոն եղել է Թրամփի հրամանով իրականացված լայնածավալ ներգաղթային գործողությունների գլխավոր ճարտարապետը և վարչակազմի քաղաք առ քաղաք իրականացվող արշավների հանրային դեմքը։ Սահմանապահ ծառայության ղեկավարը մինչև Մինեսոտա տեղափոխվել է, ղեկավարել էր գործողությունը Լոս Անջելեսում, Չիկագոյում, Նյու Օրլեանում և դեկտեմբերին էլ մեկնել էր Մինեսոտա ներքին անվտանգության նախարարության կողմից երբևէ իրականացված ամենախոշոր ներգաղթային վերահսկողական գործողության համար։ Միևնույն ժամանակ նա խիստ քննադատության է ենթարկվել իր մարտավարության համար։ Գործակալները կոտրել են ավտոմեքենաների ապակիներ, փայթեցրել են բնակելի տան դուռ, ձիերով պարեկել են, գիտեք, հիշում եք երևի, Լոս Անջելեսի հայտնի Մաքարթեր պարկում։ Բոբինոն նաև արժանացել է դաշնային դատավորի հազվադեպ հրապարակային քննադատությանը։ Դատավորը նշել էր, որ նա մոլորեցրել է դատարանի ցուցարարների կողմից ներկայացվող վտանգի վերաբերյալ և առանց հիմնավորման կիրառել արցունքաբեր գազ ու պղպեղային փամփուշտներ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած քաոսային բախման ժամանակ։ 2023 թվականին Բոբինոն գրեթե ստիպված էր անցնել թոշակի, սակայն 2025 թվականին Ջո Բայդենից Դոնալդ Թրամփին իշխանության փոխանցումը Բոբինոին դարձրեց MAGA շրջանակների հերոս։ Բոբինոն սահմանապահ ծառայությանը միացել է 1996 թվականին և մոտենում է պարտադիր թոշակի տարիքին 57 տարեկանին։ Ապագայում նա նախատեսում է վերադառնալ Հյուսիսային Կարոլինա, խնձոր աճեցնելու։ Մինչև վարչակազմի պաշտոնյաները հայտարարում են, որ արտաքսում են ամենավատերից ամենավատերին, Բոբինոն բացահայտ պաշտպանում է նաև այլ մարդկանց ձերբակալությունը։ Նրա խոսքով նրանք պարզապես շրջանցում են հերթը։ Ներգաղթային իրավապատ դաշնային 3 գործակալների ղեկավարները հաջորդ ամիս Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովում հրավիրվել են զեկույցի։ Հանձնաժողովի նախագահ Նյու Յորքից հանրապետական Էնդրյու Գարբարինոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Մաքսային վերահսկողության ծառայության ICE ժամանակավոր ղեկավար Թոդ Լայոնսը, Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության CBP-ի հանձնակատար Ռոդնի Սքոթը և ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության USCIS-ի տնօրեն Ջոզեֆ Էդլոուն համաձայնել են ցուցմունք տալ։ Լսումները նախատեսված են փետրվարի 10-ին։ ICE-ը, CBP-ն և USCIS-ը բոլորը ներառված են ներքին անվտանգության դեպարտամենտի կազմում։ Գարբարինոյի աշխատակազմը պաշտոնյաների ցուցմունքները պահանջել էր մինչև 37-ամյա Արեքս Պրետիի մահը, սակայն չի բացառվում, որ այս հարցի շուրջ նույնպես լինեն լսումներ։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը նույնպես նախատեսում է ցուցմունք տալ Սենատի դատական հանձնաժողովում, բայց արդեն մարտին։ ICE-ը գնում է Իտալիա։ ICE-ի գործակալները հաջորդ ամիս կլինեն Իտալիայում ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ԱՄՆ պատվիրակությունների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատան աղբյուրը անանունության պայմանով։ ICE-ի ներգրավվածությունը Միլանո Կորտինա խաղերում դժգոհություն է առաջացրել իտալացի մի շարք քաղաքական գործիչների շրջանակում, հատկապես այն ֆոնին, որ Միացյալ Նահանգներում դաշնային ներգաղթային գործակալները խիստ քննադատության են ենթարկվում։ Իտալիայի ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել Լոմբարդիայի տարածաշրջանային խորհրդում ընդդեմ առաջիկա խաղերի ընթացքում ICE-ի գործակալների ներկայության մասին հաղորդումների։ Պիեր Ֆրանչեսկո Մայորինոն, որը տարածաշրջանային խորհրդում դեմոկրատական կուսակցության խմբի ղեկավարն է, ասել է հետևյալը. Կարծում եմ, սա իսկապես շատ վատ նորություն է։ Մենք չենք ցանկանում տեսնել Թրամփի ջոկատներին, մարդկանց, որոնք քաղաքացիներ են սպանել։ Մենք նրանց կարիքը չունենք, ես չեմ հասկանում, նրանք ընդհանրապես ինչ գործ ունեն այստեղ, եւ մենք կարծում ենք, որ կառավարությունն ու բոլոր հաստատությունները միասին պետք է ասեն. մենք ձեզ չենք ցանկանում։ Միլանո Կորտինա օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Ջովանի Մալագոն հայտարարել է, որ ICE-ի գործակալները ուղղակիորեն չեն մասնակցելու խաղերի անվտանգության ապահովմանը։ Ես լսել եմ, որ ICE-ի գործակալները ներկա կլինեն միայն տեխնիկական պատճառներով, քանի որ Իտալիայում գտնվում են ԱՄՆ կառավարության բարձր մակարդակի պաշտոնյաներ, սակայն նրանք որևէ կապ չունեն օլիմպիական խաղերի անվտանգության միջոցառումներ, ասել է նա։ Մալագոյի խոսքով նման իրավիճակները սովորական են, երբ ներկա են լինում նախագահներ, փոխնախագահներ կամ ինչպես այս դեպքում ԱՄՆ պետքարտուղարը։ Նա հավելել է, որ այլ երկրներն էլ ունեն անվտանգության սեփական միջոցառումներ հատուկ իրենց պետության ղեկավարներին աջակցելու համար, եւ սա օլիմպիական խաղերին վերաբերող հարց չէ, այլ կոնկրետ անձանց անվտանգությանը վերաբերող տեխնիկական խնդիր։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին։ Մանախ Լոնդրի, մաքուր հագուստ առանց գլխացավի, արագ, հարմար եւ հուսալի։ Դուք հանգստանում եք, իսկ մեր գործընկերը հոգ է տանում ձեր հագուստի մասին։
Մեր գործընկերն ունի հատուկ առաջարկ նաև բիզնեսների համար, իսկ մանկական հագուստը լվացվում է բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերով, իսկ այս QR կոդով կարող եք ներբեռնել հավելվածը։ Top Choice Collision Center վթարվել է ձեր մեքենան, հոգ չէ, մեր գործընկերը կտեղափոխի ձեր մեքենան, անվճար կգնահատի, սեղմ ժամկետներում կվերանորոգի, ձեզ էլ այդ ընթացքում առանց մեքենա չի թողնի։ Կարևորը հեռախոսահամարով կարող եք զանգալել շուրջօրյա, մասնագիտական ու պատասխանատու մոտեցում բոլորի համար։ Cosmopolis Restaurant and Banquet Hall։ Եթե համեղ խոհանոց, բարձրակարգ սպասարկում եւ գեղեցիկ միջավայր, ապա Cosmopolis։ Փոքր եւ մեծ միջոցառումների իդեալական վայր, կից հուկա լաունջ բացօթյա հատվածն է եւ ամենակարևորը նաեւ մատուցվում է քեթինգ ծառայություն։ Կոզանյան Meat and Liquor եւ Կոզանյան's Family Market-ներ։ Առաջարկը այս դեպքում մեկն է՝ որակյալ միս, թարմ ընտրանի եւ վստահելի անուն։ Ամեն օր թարմ հաց ու լավաշ թխված տեղում։ Մթերքների մեծ տեսականի, հայկական եւ միջազգային։ Կերիս Mom's Bakery, երբ հոտը սկսվում է հիշողությունից։ Ամեն ինչ տնական, պատրաստված սիրով ու հոգատարությամբ։ Mom's լավաշի սիրահարներն այստեղ կգտնեն նաեւ կատարյալ հացաբուլկեղեն եւ կիսապատրաստի ուտեստներ։ Շարունակենք լուրերը եւ հատուկ նրանց համար, ովքեր որ ցանկանում են սովորել։ Յեյլի համալսարանը հայտարարել է, որ վերացնում է ուսման վարձը եւ մյուս պարտադիր ծախսերը բոլոր այն նոր ուսանողների համար, որոնց ընտանիքների տարեկան եկամուտը չի գերազանցում $100,000։ Որոշումը ուժի մեջ կմտնի արդեն այս աշնանը ընդունվող ուսանողների համար։ Մինչև այժմ Յեյլը ամբողջությամբ հոգում էր ուսման եւ կեցության ծախսերը այն ուսանողների համար, որոնց ընտանիքների եկամուտը մինչև $75,000 էր։ Բարձրացնելով շեմը, համալսարանը նշում է, որ Միացյալ Նահանգներում ընտանիքների գրեթե կեսը այժմ կարող է համապատասխանել այս ծրագրի։ Բացի այդ, Յեյլը հայտարարել է, որ մինչև $200,000 տարեկան եկամուտ ունեցող ընտանիքների ուսանողների համար ուսման վարձը կչեղարկվի, սակայն այլ ծախսերը չեն փոխհատուցվի։ Յեյլը միանում է նաև մի շարք հեղինակավոր համալսարանների, որոնք վերջին տարիներին նման քայլեր են ձեռնարկում բարձրացնելու սոցիալ-տնտեսական հասանելիությունը։ Այդ համալսարանների թվում են Հարվարդը, Պրինսթոնը, Փենսիլվանիայի համալսարանը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Սոցիալական մեդիայի խոշոր ընկերություններն այս շաբաթ կանգնել են ԱՄՆ դատարանի առջև մեղադրանքների պատճառով, թե իրենց հարթակները նպաստում են ամերիկացի երիտասարդների շրջանում հոգեկան առողջության ճգնաժամի խորացմանը։ Սա այն մի քանի գործերից առաջինն է, որոնք սպասվում է, որ այս տարի կհասնեն դատաքննության եւ կվերաբերեն երեխաների կախվածությանը։ Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանում մեկնարկել է երդվյալ ատելակալների ընտրությունը։ Գործը վերաբերում է մի երիտասարդ կնոջ, որը պնդում է, որ սոցիալական հարթակների ուշադրություն գրավող դիզայնի պատճառով դարձել է դրանցից կախված։ Դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն նա հայտարարում է, որ հավելվածները խորացրել են իր դեպրեսիան եւ ինքնասպանության մտքերը ու փորձում է ընկերություններին պատասխանատվության ենթարկել։ Նրա հայցը դիտարկվում է որպես փորձնական գործ հազարավոր այլ դատական հայցերի համար, որոնք պահանջում են փոխհատուցում սոցիալական մեդիայի պատճառած վնասների համար։ Տասնամյակներ շարունակ սոցիալական մեդիայի հարթակները պաշտպանված են եղել դաշնային օրենքով, որը հիմնականում ազատում է օգտատերերի հրապարակած բովանդակության համար իրավական պատասխանատվությունից։ Սոցիալական մեդիայի ընկերությունների դեմ կայացված դատավճիռը կարող է լրջորեն խաթարել այդ պաշտպանական մեխանիզմը։ Meta Platforms-ը եւ YouTube-ը գործող պատասխանող կողմերն են, իսկ Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը սպասվում է, որ ցուցմունք կտա դատանում։ TikTok-ը եւ Snap-ը նույնպես պատասխանող էին այս գործում, սակայն համաձայնել են հաշտության գնալ։ Նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ խոսել է տեղի ռեստորաններից մեկում, անդրադառնալով սահմանային անվտանգությանը, տնտեսությանը, հանցավորության նվազմանը եւ վարչակազմի գործունեությանը։ Լրագրողների հետ ոչ ֆորմալ միջավայրում զրույցի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում երկիր են մուտք գործում միայն օրինական ճանապարհով։ Թրամփը հայտարարել է նաև, որ երկրում հանցավորության մակարդակը նվազել է, հասնելով պատմական ամենացածր ցուցանիշներին։ Նրա խոսքով նույն միտումը նկատվում է նաև արդեն Մինեսոտայում, որտեղ նախագահի պնդմամբ հազարավոր հանցագործներ հեռացվել են երկրից ներգաղթային գործողությունների շրջանակում։ Մինեսոտայում իրավապահների մասնակցությամբ տեղի ունեցած մահաբեր միջադեպի վերաբերյալ նախագահը նշել է, որ սպասում է քննության արդյունքներին, ընդգծելով, որ դեպքերը ցավալի են եւ պահանջում են արդար ու անկողմնակալ քննություն։ Նախագահի թեմայով շարունակենք ու նաև կավարտենք Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձրացնում է ԱՄՆ ներմուծվող հարավկորեական ապրանքների մաքսատուրքերը։ True Social հարթակում հրապարակված գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ Հարավային Կորեայի օրենսդիր մարմինը չի կատարում Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Թրամփը հավելել է, որ այդ պատճառով բարձրացնում է
հարավկորեական ավտոմեքենաների, փայտան նյութի եւ դեղագործական արտադրանքի վրա կիրառվող մաքսատուրքերը, ինչպես նաեւ բոլոր մյուս փոխադարձ մաքսատուրքերը 15%-ից հասցնելով 25%-ի։ Հարավային Կորեայի նախագահական կապույտան ներկայացուցիչները հայտնել են, որ արդյունաբերության նախարար Քիմ Ջոնգ-ուն Քվանը շուտով կայցելի Միացյալ Նահանգներ եւ կհանդիպի առևտրի նախարար Հովարդ Լատնիկի հետ։ Պաշտոնական Սեուլը նշել է, որ տեղեկացված չի եղել Միացյալ Նահանգների մաքսատուրքերի բարձրացման մասին եւ որ նախագահի խորհրդականը կհանդիպի համապատասխան նախարարությունների հետ հնարավոր քայլերը քննարկելու համար։ Լուրերի հրապարակումից հետո Հարավային Կորեայի հիմնական Կոսպի ֆոնդային ինդեքսը բացման պահին գրեթե 5%-ով անկում է գրանցել, սակայն ավելի ուշ փոխել է ուղղությունը եւ աճել մոտ 1.5%-ով։ Վոնը վաղ առևտրի ընթացքում դոլարի նկատմամբ թուլացել է 0.5%-ով։ Դաշնակիցների միջև համաձայնագիրը հայտարարվել էր նախորդ տարի եւ ներառում է Հարավային Կորեայի կողմից ԱՄՆ-ում 350 միլիարդ դոլարի ներդրում։ Ասիական երկրի արտահանումը 2025 թվականին հասել է ռեկորդային ավելի քան 79 միլիարդ դոլարի, 2024 թվականի համեմատ աճելով 3.8%-ով։ Սակայն Միացյալ Նահանգների ուղղությամբ առաքումները նվազել են 3.8%-ով, չնայած Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Սեուլի երկրորդ խոշորագույն շուկան Չինաստանից հետո։ Ինչ այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։